Սիրելի ունկնդիրներ, շնորհավորում եմ մեր բոլորի անցած տոները եւ այս տարի մաղթում եմ լինի բարի եւ արդյունավետ տարի։ Բարև ձեզ Աննա։ Բարև ձեզ Սուսաննա։ Ինչպե՞ս եք անցկացրել տոները։ Աշխատանքային։ Դուք ինչպես եք անցկացրել։ Նմանապես պատրաստ եք այս տարի պայքարելու։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականին անդրադարձանք այն առանցքային հիմնական թեմաներին, որոնք շատ շոշափելի տեսանելի էին ոլորտում գործունեություն ծավալողների համար, ապա այս տարին եկեք սկսենք նշանակետից։ Առաջ։ Տգիտություն քո անունն է տենդեր։ Սուլալ ասելիս ծնկներս թուլանում է։ Չգիտեմ ինչու է այդպես։ Ծախսադմփոց պետական բյուջեի հաշվին։ Այսօր մենք անդրադառնում ենք Հայաստանի համար շատ ցավոտ եւ մեր համար շատ հետաքրքիր մի թեմայի, որի անունն է տենդեր եւ դրամաշնոր։ Աննա ջան, արդյոք Հայաստանում կա այսպիսի հասկացողություն տենդեր եւ դրամաշնոր։ Այո, սիրելի Սուսաննա, Հայաստանում մենք ունենք գնումներ եւ դրամաշնորհային ծրագրեր, սակայն որքանով են դրանք գործնականում կիրառելի, աշխատանքային, համակարգային, անխտիր եւ անկողմնակալ աշխատում, դա իհարկե գլոբալ եւ մեծ հարց է, ընդ որում այստեղ ոլորտային առանձնահատկությունները բացարձակապես կապ չունեն։ Շատ բարի։ Աննա ջան, իսկ ինչ է ձեր համար նշանակում պետական գնումներ, դրամաշնորհեր եւ ինչ եք դուք հասկանում պետական բառի տակ։ Արդյոք այդքան պարզ է պետական բառը։ Եթե հակիրճ ամեն ինչ բացի փողերի լվացումից, ամեն ինչ բացի լվացքատնից, ամեն ինչ բացի զուտ փաստաթղթավորումից։ Ահա, ամենահաճելի մասը՝ փաստաթղթավորում։ Մենք հետո կանդրադառնանք այն մի հետաքրքիր մի մասնակցի, մի կազմակերպությանը, որի համար կարևոր էր ոչ թե անցկացնել տենդերը սեմինարը, այլ փաստաթուղթը։ Բայց դուք կարծում եք այդպիսի կազմակերպությունը միակ եւ եզակին հենց տվյալ կազմակերպությունն է, օրինակ ես որքանով որ օդում կախված լուրերի համաձայն շփվել եմ, լսել եմ, դրանք բազմազան են եւ բազմաժանր ինչ իմաստով, որ ոլորտային տարբեր այստեղ օղակներ ենք մենք դիտարկում։ Հետաքրքիր է, այսպիսով երկրորդ հարցը։ Իսկ Հայաստանում կա արդար, պարզ, գործելավոճ, բնապահպանական եւ այլ ծրագրեր, որոնք իրականացնում են եւ հայտարարում են տենդերներ։ Տեսեք, Հայաստանում պետք է լինի եւ հատկապես բնապահպանական ոլորտում բնապահպանական, այլ ոչ հակաբնապահպանական եւ հակապետական գործելավոճ։ Ինչու, որովհետեւ եթե նույնիսկ մենք մարդկային կամ մասնագիտական որակներով բավականին տարբեր հարթություններում ենք գտնվում, դա չպետք է թույլ տալ, որպեսզի անդրադառնա բնության եւ բնապահպանական առկա եւ արդի խնդիրների վրա։ Իսկ մենք այսօր ոլորտում տեսնում ենք ճիշտ հակառակը։ Կարևոր է էական է ժամկետները պահպանել, քանի որ մենք գործ ունենք բնության հետ, բայց վերջիններս չեն պահպանվում, ընդ որում սրանք վերաբերվում են ինչպես նախապատրաստական տեսական գիտելիքների տրամադրման գործընթացներին, այնպես էլ հետագայում դրանց հիման վրա կատարվող աշխատանքներին, որի համար պատասխանատվությունը յուրաքանչյուր գյուղացիական կամ ֆերմերային տնտեսության սեփականատերն է, սուբյեկտն է։ Հետաքրքիր է, ուրեմն ես այսպես ճիշտ եմ հասկանում, որ շատ տենդերների արդյունքում մենք կարող ենք եւ հիմնավոր փաստարկներ ունենք տեսնել այս մի հետաքրքիր երևույթը, ուրեմն կա կատարված աշխատանք թղթի վրա, արդյունք կա փաստաթղթային, բայց իրականում այդ ծրագիրը չի անցկացվել ի նշանառու դեպքերի կամ դեմքերի։ Այո։ Տեսեք, իրականում որպեսզի լիարժեք ես կարողանամ պատասխանել այդ հարցին, մի ամբողջ օպերատիվ հետախուզական միջոցառում է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի հստակ յուրաքանչյուր դրամաշնորհային, հատկապես դրամաշնորհային կամ գնումների
կազմակերպման գործընթացներում հստակ արձանագրենք, արդյոք փաստաթղթավորված տվյալ աշխատանքը ռեալ կատարվել է թե ոչ, կամ կատարվելու դեպքում համապատասխանում է տվյալ փաստաթղթավորմանը թե ոչ, բայց քանի որ մենք բոլորս էլ հատկապես ոլորտում աշխատելով տեղյակ ենք, թե ինչպիսի գործելավոճ է դրսևորվել, որին քիչ հետո կանդրադառնանք, քանի որ մենք լսեցինք այնպիսի հարցադրումներ, որը կարծես թե մեղմ ասած տրագիկոմեդիկ ժանրից էր եւ թվում էր, թե արդյոք մարդը ոլորտում աշխատելով հնարավոր է նմանատիպ հարցադրում հնչեցնի, եւս մեկ անգամ փաստում են նրա մասին, որ գործելավոճը եղել է զուտ փաստաթղթերով, այլ ոչ կիրառելի եւ կիրառական գիտելիքների տրամադրմամբ։ Ընդ որում, հակառակ կողմից, եթե նույնիսկ սեմինարը վարվել է, եթե նույնիսկ դասընթացը կազմակերպվել է, եթե նույնիսկ տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, աջակցություն հետագայում ճիշտ կազմակերպել այդ աշխատանքները, որքանով են դրանք արդի եւ համահունչ այն խնդիրներին, որը մենք ունենք Հայաստանում գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներում։ Այո, շնորհակալություն, կանդրադառնանք մի փոքր ուշ։ Իսկ դուք որպես մասնակից, ինչպես կներկայացնեք, ինչ բառով կարող եք նկարագրել պետական գնումների համագործակցությունը, նյարդային համագործակցություն, լվացկատում, թե բարեխիղճ աշխատանք։ Ես կանվանեի հետևյալ կերպ, կմեկնաբանեի ավելի շուտ հետևյալ կերպ, նյարդային աշխատանք, երբ մրցույթը շահել է ոչ իմ սրտի կազմակերպությունը։ Այսինքն, եթե ես հայտարարել եմ որպես պետություն մրցույթ, բայց այդ մրցույթը, չնայած այն հանգամանքին, որ տեխնիկական բնութագրմանը համարժեք, պետք է կարծես թե տրամադրվեր կոնկրետ կազմակերպության, այդ կազմակերպությանը չի տրամադրվել։ Ինչ-ինչ պատճառներով։ Մեր հետախուզական աշխատանքները մենք դեռ չենք հնչեցնում անուններ, բերել են մի եզրակացության, որ բոլոր դրամաշնորհները բացառություն չունենք, լսեք ուշադիր, բոլոր դրամաշնորհներն ու տենդերները գրվում են ԽԾԲ իրենց հատուկ սրտի կազմակերպությունների համար։ Այո։ Իհարկե, այստեղ խնամի ծանոթ բարեկամ կոնտեքստում, ընդ որում մենք տեսնում ենք շատ հաճախ այնպիսի անգրագետ մոտեցումներ եւ շատ մտերիմ բարեկամի անունով բացված եւ գրանցված կազմակերպություններն են մասնակցում, ինչևից է սա իհարկե աքսիոմա չէ, բայց նմանատիպ երևույթներ եւս լինում են, սա կախված է նմանատիպ պետական կառույցի ավելի այսպես ասած գործնական պրակտիկ փորձից, նայած քանի տարիներ շարունակ եւ ինչ ընթացքում, ինչ մեխանիզմներով է կատարվել նման լվացքատան միջոցառումները։ Աննա ջան, այսպիսի եւս մի հարց Աննային ենք ուղում, քանի որ նա այդ ոլորտի մասնագետն է։ Բնապահպանությունը, էկոլոգիան ինչպես դարձնել ազնիվ պետական գնումների եւ դրամաշնորհների մեջ։ Ինչ է դրան անհրաժեշտ։ Դրա համար պետք է ճիշտ գովազդել, պետք է ԽԾԲ լինել, պետք է լինել զուլալ, ինչպես ձեր կազմակերպության անունն է։ Ինչն է ճիշտ, որ ընտրենք։ Ամենաառաջնայինը բնապահպանական ծրագրեր եւ բնապահպանական գործընթացներ կազմակերպելու միջուկում պետք է դիտարկել բնության շահը։ Այսինքն կլինի տեխնիկական բնութագիր, կլինի մասնագետի ներգրավում, կլինի ինչ-որ խորհրդատվական բլոկի ապահովում, այդ ամբողջը իրականացնել բարձր որակավորման մասնագետների եւ այնպիսի միջոցառումների, այսպես ասած, շրջանակներում, որի շնորհիվ ես կտամ օգուտ բնությանը։ Այստեղ ընդ որում պետք է նկատի ունենալ, որ այդտեղ մենք ոչ միայն խորհրդատվական, այլ նաև հետագայում աշխատանքների կատարման փուլն ենք դիտարկում, որովհետև շատ էական է, թե բնապահպանության ոլորտում, օրինակ, անտառ վերականգնման համար ինչ տնկանյութ եմ ես բերում, ինչ պարարտանյութերով եմ պարարտացնում, հետագայում ինչ խնամք, որը շատ ավելի կարևոր է, ինչ սնուցում եմ իրականացնում, որովհետև անտառ հիմնումը մի գործընթաց է, որը արագ կարելի է կազմակերպել։ Ընդ որում Հայաստանում մենք երկրորդ հաղորդմանն անդրադարձել ենք, թե ինչքանով է դա կազմակերպվում, բայց շատ ավելի կարևոր է խնամքը եւ սնուցումը, թե հետագայում ես ինչպես եմ խնամում։ Արդյոք ընտրված բուսատեսակները համապատասխանում են անտառային, բուֆերային գոտիների ստեղծման համար ագրոկլիմայական, բնակլիմայական առանձնահատկությունները հաշվի առնելով, տունկը, խորությունը, շատ մասնագիտական նրբություններ, որոնք հաճախ անտեսվում են, քանի որ նմանատիպ մրցույթային գործընթացները
հայտարարելուց եւ իրականացնելու ժամանակահատվածը բավականին սուղ է, բավականին։ Նույն տրամաբանությամբ, որ միևնույն է, վստահ եմ, որ իրականացնելու է իմ ծանոթ կազմակերպությունը։ Կիրականացնի թե չէ, դա էլ արդեն առանձին հարց է։ Ահա, դե գաղտնիք բացեմ, հարգելի ունկնդիրներ, որ դեկտեմբեր ամսին մենք շահեցինք, Աննան ավելի ճիշտ անվանումը կտա, մի տենդեր կապված սեմինարների հետ։ Եվ Աննա ջան, կխնդրեմ տենդերը ներկայացնենք եւ մենք բոլոր կետերով անուն առ անուն, կետ առ կետ հնչեցնենք մեր հետ կատարվածի մասին։ Տեսեք, իրականում մենք այստեղ բերելու ենք մասնավոր օրինակ, ոլորտային, հարգելի ունկնդիրներ, որը վստահ եմ, որ շատ իդենտիֆիկ կարող է լինել ձեր ոլորտի հետ եւ հնարավոր է, որ մարդիկ եւս սիրելի Սուսաննա առնչված լինեն նմանատիպ աշխատելավոճի հետ։ Սա պարզապես մեր փորձն է, որի հետ որ առնչվել ենք օրեր առաջ։ Նախ սկսենք նրանից, որ մրցութային կարգով հայտարարված եւ գնանշման հարցում իրականացված կազմակերպությունը պետական կառույց է, որը տարիներ շարունակ նմանատիպ դասընթացներ է կազմակերպում, որպիսի մարզային համայնքային բնակիչների տեղեկացվածության եւ գիտելիքների բարձրացման ուղղված դասընթացներ, սեմինարներ իրականացնելու միջոցով ապահովի հետագայում ճիշտ եւ բնապահպանական գյուղատնտեսություն, քանի որ մենք գիտենք, որ բնության հետ աշխատողը պետք է բացի ներքին պատասխանատվությունից նաեւ ունենա գիտելիք, համոզմունք, որ ինքը ինչպես չպետք է վնասի, որովհետև հնարավոր է, որ տվյալ մարդը այդ իր գյուղատնտեսական գործունեության շրջանակներում վնասում է բնությունը պարզապես իր կամքից անկախ։ Ինչևից է, հայտարարելուց հետո եւ մրցութային կարգով բնականաբար պահպանելով Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենքների բոլոր կետերը, մենք կազմակերպությունով գրանցում ենք հաջողություն եւ ի տարբերություն նախատեսված կազմակերպության մրցութային կարգով մենք շահում ենք այդ դասընթացների կազմակերպման մրցույթը։ Ես կխնդրեմ հնչեցնեք ինչ մրցույթի մասին է խոսքը։ Խոսքը Սևանա լճի ավազանում էկոհամակարգերի պահպանության ուղղված, դա ընդհանուր դրամաշնորհային ծրագիրն է, որի շրջանակներում Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում թիրախային թվով 6 համայնքներում անհրաժեշտ էր կազմակերպել տեղեկացվածության եւ գիտելիքների հմտությունների բարձրացման ուղղված դասընթացներ։ Այստեղ խոսքը վերաբերվում է արոտ օգտագործողների, ֆերմերների ընդհանուր գիտելիքների բարձրացմանը, ինչպես ճիշտ օգտագործել արոտը, ինչպես ճիշտ կազմակերպել գյուղատնտեսական գործունեությունը, որպիսի եւ կերի կայուն բազայի խնդիր չլինի եւ այլն, այսինքն անասնակեր, արոտներ եւ այլն, հողերի դեգրադացիայի չեզոքացման, հողերի կայուն կառավարման եւ մի շարք նմանատիպ բլոկներ։ Այսինքն այս սեմինարը շահառուն հստակ գյուղացիներ, ճիշտ է։ Միանշանակ։ Այն մարդը, ով ուղղակիորեն աշխատում եւ ուղղակիորեն, բայց շատ հաճախ անուղղակի ձևով ազդում է բնության վրա, որովհետև տվյալ մարդը նորից եմ կրկնում, եթե չունի համապատասխան գիտելիք, համապատասխան պատկերացում, կամ միգուցե այն հին մեթոդները, որոնք ինքը տարիներ շարունակ կամ տասնամյակներ շարունակ կիրառել է, այլևս արդի եւ ակտուալ չեն, անմիջականորեն ազդեցություն են ունենում բնության վրա։ Իսկ մեր նպատակը նմանատիպ գիտելիքներով հարստացնելը բնությանը գոնե ինչ որ չափով նվազեցնել մարդածին կամ ինչպես մենք մասնագիտական լեզվով ենք ասում, անտրոպոգեն գործոններով պայմանավորված վնասը, որովհետև մենք բոլորս քանի տարի խոսում ենք բնություն, բնապահպանություն, էկոհամակարգերի վերականգնում, եթե գյուղացին, որն անմիջապես գործունեություն ծավալում է տվյալ համակարգում չունի գիտելիք, բնականաբար այդ ներազդեցությունը շարունակելու է տարին տարվա վրա ավելի աճել։ Շատ լավ։ Հավելեմ Աննա ջան, դուք կհիշեք, որ արհեստական երկարաձգում էին, որպիսի մենք տապալենք այս պայմանագիրը։ Այսպիսի հարց, որպես ոլորտի մասնագետ, եթե մեկ կազմակերպությունում տնօրենը կամ փոխտնօրենը գտնվում են գործուղման մեջ, արդյոք չկա անձ, ով ժամանակավոր պատասխանատվություն է կրում եւ իրավասու է ստորագրել հետևյալ փաստաթղթերը, դա կլինի հաշիվը, դա կլինի պայմանագիր, արձանագրությունը եւ այլն։ Տեսեք, առհասարակ թե մասնավոր, թե պետական սեգմենտում, եթե կա որևէ
աշխատակցի բացակայություն, պայմանավորված օրինակ գործուղմամբ, օրինակ առողջական վիճակի վատթարացմամբ, որը ևս հարգելի պատճառ է, կարող է աշխատակիցը չներկայանալ, հատկապես պետական ապարատում աշխատակցին փոխարինող հաստիկացուցակով նախատեսված մեկ այլ պատասխանատու անձ պարտավոր է իրականացնել այդ գործառույթները, հատկապես երբ մենք խոսում ենք սուղ ժամկետների գործունեության եւ գործողությունների մասին, որն ուղղակիորեն առնչություն ունի բնապահպանության ոլորտի հետ։ Եթե դիցուք ինչ-որ մի գրասենյակային աշխատակից բացակայում է, այդ պատճառով, այդ հետևանքով բնությունը սպասել չի կարող։ Նույն տրամաբանությամբ, եթե մենք ունենք ժամկետներ, որը սահմանված է պայմանագրով, ուղղակի կապ չունի բնության հետ կապված, որևիցե աշխատանք չի ենթադրում, բայց արհեստականորեն ձգձգել, որպիսի տապալի տվյալ հաղթող շահառուհա կողմ հանդիսացող շահագրգիռ կողմ հանդիսացող կազմակերպությունը ինձ համար նվազագույնը հակապետական եւ հակաբնապահպանական աշխատելավոճ է։ Շատ լավ։ Հաջորդ հարցը։ Ես ներկայացրեցի մի քանի մասնագետների կենսագրականներ։ Տեխնիկական բնութագրի մեջ չկար կետ, որ ես պարտավոր էի իմ դասախոսներին ներկայացնել եւ ստանալ այդ կազմակերպության, ով հայտարարել էր տենդեր, իր թույլտվությունը։ Սակայն անունը եւս չեմ տալի եւ մեր հանդիպման ժամանակ մի երիտասարդ շատ համոզված իր ճշմարտության մեջ նստել էր եւ որոշում էր, թե որ դասախոսն է արդեն որակավորում ստացել, որը կարող է մասնակցի, ում գիտելիքները սպառվել են եւ այլն։ Դուք որպես գյուղ բնապահպանության, գյուղական ոլորտի լավագույն մասնագետներից կարող եք ինձ հուշել, մենք այդպիսի ստանդարտներ ունենք Հայաստանում գրված, թե որ մասնագետը, որ դասախոսը կարող է դասավանդել այս սեմինարի ընթացքում, թե ոչ։ Նախ սիրելի Սուսաննա, թույլ տվեք ես ամենահամեստ կերպով ասեմ, որ ես ինձ լավագույն մասնագետներից մեկը չեմ համարում, որովհետև սովորում եւ դեռ շարունակելու եմ սովորել, քանի որ բնության հետ գործ ունեցող ցանկացած մասնագետ, անկախ իր մասնագիտական որակավորումից, նեղ մասնագիտացումից, պարտավոր է անընդհատ վերապատրաստվել։ Ինչ վերաբերվում է տվյալ ոլորտում կադրային ամբողջականությանը, ցավոք սրտի մենք ունենք ընդամենը մեկ ագրարային համալսարան, որտեղ որքանով որ ես տեղյակ եմ, գյուղ ոլորտի մասնագետներ նույնիսկ ֆիզիոլոգիա եւ մանրեաբանություն նվազագույն առարկաները, որոնք անհրաժեշտ են հետագայում գյուղատնտեսության ոլորտում որպես գյուղատնտես կամ էկոլոգ, բնապահպան, աշխատելու համար չի անցնում, այսինքն նույնիսկ չունի կիրառական տեսական գիտելիքներ, որը հետո կարող է կիրառել ոլորտում։ Տեսական գիտելիքները շատ կարևոր են, դրանք հիմք չեն, բայց հիմք են հետագայում պրակտիկայի ուսումնարտադրական պրակտիկայի մասին է խոսքը, բայց եթե մարդը չի ստացել այդ գիտելիքները, հետևաբար այստեղ արդեն ինձ թվում է, որ բացը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն է, որը մեղմ ասած այստեղ թերացել է։ Այստեղ այդ բլոկը եւ այդ չափորոշիչների եւ ստանդարտացման գործառույթը վերջինս պետք է իր վրա վերցնի, բայց ես որպես դրսում եւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մասնագիտացում ստացած մասնագետ չեմ կարող որևիցե հստակ բան ասել, բայց պատկերը աշխատանքային process-ներում լիարժեք տեսանելի է։ Ինչ վերաբերվում է փաստաթղթերով նախատեսված չափորոշիչներին, եթե դրանք որպես այդպեսին չկան, ես կարծում եմ այդ երիտասարդը ճիշտ կլիներ կամ լռեր, կամ գոնե ներկայանար, թե ինքը ով է այդտեղ եւ ինչ իրավունքով է նմանատիպ որոշումներ բարձրաձայնում։ Հղում եմ այդ երիտասարդին, որ ինձ շատ լավ կհիշի։ Հարգելիս, չգիտեմ ինչ մասնագիտության տեր եք դուք, եւ ով է ձեզ այդ իրավունքը տվել որոշել, թե դիմացինի կենսագրական գրված նյութը արդյոք դուք պետք է որակավորեք որպես որակավորված է կամ ոչ, ես կխնդրեմ ձեզ այդ գործառույթը ձեր կազմակերպությունում ձեր ուսերից իջեցնեք։ Մի փոքր ձեր համար շատ ծանր է դա, մաղթում եմ ձեզ լավ օր, անդրադառնանք։ Աննա ջան, մենք ձեզ հետ անցկացրեցինք սեմինար Գեղարքունիքի մարզում եւ Վայոց ձորի մարզում։
Եթե հաղթողը մենք չլինեինք, մեր անցած փորձը եւ ճանապարհը, ինչ կարծիք է ձեզ մոտ առաջացրել այդ սեմինարը, այդ օրերին, խոսքը հարգելիներս գնում է ամանորյա նախօրեին, կանանց, երիտասարդների եւ արոտ օգտագործողների մասին։ Կկայանար այդ սեմինարը, եթե լինեին իրենց սրտի ընտրված կազմակերպությունները։ Ես ինձ իրավունք չեմ վերապահի հստակ բարձրաձայնել, որովհետև ես անպատասխանատու մարդ չեմ, որպեսզի այդպես ասեմ, չէ իրականանա, բայց ավելի քան վստահ եմ, որ ներգրավվածությունը կլիներ նվազագույն քանակի։ Ինչու՞։ Որովհետև բացի այն հանգամանքը, որ ամանորյա տոներ էին, նախօրերին, այսինքն մենք խոսում ենք դեկտեմբերի 20-ից հունվարի 10 ընկած ժամանակահատվածում, այսինքն ըստ մեր օրացույցի, տոնացույցի հունվարի 13-ը հին նոր տարին նույնիսկ ներառված չէր, այսինքն մենք փաստացի տոն օրերի միջակայքում էին գտնվում։ Եթե մեր համառությունը չլիներ, եթե մեր բազմիցս անհանգստացնելը եւ զանգերը չլինեին տեղական ինքնակառավարման որոշ մարմիններին, ոչ բոլորի մասին է խոսքը, իհարկե ներգրավվածությունը կլիներ շատ ցածր տեսակարար կշռով, այսինքն փաստացի պայմանագրային պարտավորությունները չէին կատարվի։ Թե փաստաթղթավորումը ինչ կերպով կընթանար, ես կդժվարանամ պատասխանել, բայց այն հարցադրումը, որ իսկ արդյոք ձեր գալը պարտադիր է, արդեն իսկ տալիս է այդ բոլոր հարցերի պատասխանը։ Այսինքն մարդիկ տարիներ շարունակ սովոր են եղել մասնակցել դասընթացների առանց դասընթացավարների, առանց սեմինարավարների փաստացի ֆիզիկական ներկայության, երբ իրենց գալը պարտադիր չի եղել։ Ես անկեղծ ասած, մեղմ ասած ապշած էի, առավելագույն իմ էմոցիաները չնկարագրեմ, որովհետև այդ մասով ունեցել եմ այսպես ասած որոշակի մեջբերումներ եւ անդրադարձեր, այսքանով կսահմանափակվեմ։ Այսինքն Աննա ջան, ես ինձ իրավունք վերապահեմ, հարգելիներս, եթե 2025 թվականը հայտարարված էր կրթվելը նորաձև է, ես կհավելեմ, որ կրթվելը ինքնակրթվելը եւս նորաձև է։ Խոսքս վերաբերվում է բոլոր այն կազմակերպություններին, որոնք շահել են դրամաշնորհներ կամ տենդերներ եւ սեմինարներ կամ այլ ծրագրեր են անցկացրել առանց հստակ շահառուներին։ Մենք ձեզ կանդրադառնանք շուտով անուն առ անուն։ Աննա ջան, շարունակենք։ Իսկ ինչ խնդիրներ մենք տեսանք մարզային համայնքային ղեկավարների հետ։ Արդյոք կախված է արդյունքը անցկացվող սեմինարների նաև ղեկավարող կոորդինատոր կազմակերպությունների կամ ղեկավարների կամ թիմային աշխատակիցների հետ ձեր կարծիքը։ Միանշանակ պետք է մեջբերեմ հին հայկական ասացվածք, ասում է ձուկը գլխից է փտում։ Եթե ղեկավար օղակում մարդիկ իրենց տեղում չեն, ինչ պատճառներով, դե ենթակայությամբ աշխատողներն էլ այդպես, պարզապես գալիս են գյուղապետարանում, համայնքապետարանում պետական աշխատանքի։ Շատ մեծ նշանակություն ունի համակարգողի կամ պատասխանատու անձի ներգրավվածությունը, որովհետև շատ հաճախ որոշ համայնքապետեր, համայնքապետերի տեղակալներ, չգիտես ինչու, կարծում են, որ այդ պաշտոնը իրենից ենթադրում է այնքան բարձրաստիճան լրջություն, որ նույնիսկ իրենց տարրական էթիկան եւ պահվածքը դրա մասին չի խոսում, այլ ճիշտ հակառակն է ապացուցում։ Մասնավորապես համայնքապետարանի մասնաշենքում անծանոթ կնոջ հետ դույով դիմելաձևով խոսելը։ Այս կինը հո ձեր համագյուղացին չի, հարգելիս։ Բայց օրինակ, երբ մենք խոսում ենք տվյալ մասնաշենքի համայնքապետարանի կառուցումից, կոկիկ հագնված, ես իմիջիայլոց շնորհավորում եմ տվյալ լրագրողին, ով հարցազրույցը վերցրել է, բավականին adekvat կարգավիճակում եք տվյալ անձին հարցազրույցը վերցնելուց հանդիպել, ես շատ ուրախ եմ, որ ինքը ձեզ հետ գոնե դուքով է խոսել, սա ինձ համար պարզապես աբսուրդ էր։
Միգուցե առաջին հայացքից թվա, որ առարկայական չի, նշանակություն չունի, բայց նմանատիպ տարրական երևույթները արդեն իսկ խոսում են հետագայում համայնքի զարգացմանը, համայնքահեն գործունեությանն ուղղված պատրաստակամությանը։ Եթե տվյալ անձը պնդում է, որ ես տեղյակ չեմ, որ սեմինար է եղել, բայց մարզպետարանի մակարդակով կան ուղարկված համապատասխան գրություններ, մարզպետի կողմից կա գրություն, մարզպետարանից զանգում են տվյալ մարդը քնած է, բայց հաշված ժամեր անց վերանորոգումներ են անում, մնացածն են տրամադրում, ինչն էր խնդիրը։ Այստեղ ես անկեղծ ասած տեսնում եմ նաև արհեստական ինչ-որ խոչընդոտների ստեղծման, այսպես ասած, մոտիվներ, բայց թե դրանք կան, չկան, անկեղծ ասած այս պահին այնքան էլ հետաքրքիր չէ, որովհետև կարևորը ոչ թե այն է, թե ընթացքում մենք որքան նյարդեր, որքան ռեսուրսներ ծախսեցինք, վատնեցինք, կարևորը այն էր, թե դրա շրջանակներում մենք ռեալ շահառուներին, գյուղաբնակներին ինչ տվեցինք։ Եվ ինձ համար անկեղծ ասած ամենակարևորը այն էր, որ բոլորը հիացած, միահամուռ, մեծամասնական կերպով հայտարարում էին, որ մենք այսպիսի բան չենք տեսել, մեզ համար շատ հաճելի էր, բոլորը գրեթե հրավիրում էին իրենց տնտեսություններ, նույնիսկ իրենց տուն, դա ինձ համար ամենամեծ ձեռքբերումն էր։ Եվ ամենակարևորը, սիրելի Սուսաննա, մենք ժամկետներում ի տարբերություն պետական կառույցի որևէ շեղում չունեցանք։ Այո, այս հանգամանքը մեզ շատ ուրախացրել է, ինչպես նաև այդ կազմակերպության շատ adekvat աշխատակիցներին եւ ծրագրի ղեկավարին, ինչևէ։ Դուք նշեցիք մի համայնք, մենք իհարկե անուն չտվեցինք, սակայն այդ համայնքը ես կարող եմ բարձրաձայնել, հարգելիներս Ճամբարակն է, Բարև Ճամբարակ, ամենալսարանը եղել է ամենաակտիվ, լի կանանցով եւ ինչն էր ուրախացնում, Աննա ջան, դուք հիմա կհայտնեք ձեր կարծիքը, կանանց գրագիտությունը։ Ես ուղղակի ձեզանով հիացած եմ։ Ես եւս պետք է առանձնացնեմ Ճամբարակ համայնքը, այնտեղ եւ տղամարդիկ եւ կանայք իրենք տեղեկացված էին, բացի տեղեկացված լինելը, որոշակի առումով տիրապետում էին այն գործիքակազմին, որը պետք է կիրառել դրամաշնորհների կամ համապատասխան համայնքային որևէ ծրագրի շրջանակներում ինչ-որ գործողություն անելու ընթացքում։ Ինձ դա անկեղծ ասած եւ զարմացրեց եւ ուրախացրեց, որովհետեւ մեր կողմից տրամադրված հաջորդիվ կիրառական գիտելիքները ի նպաստ եւ այսպես ասած կետային աշխատելու էին, այսինքն մենք հասկանում էինք, որ այդ համայնքում, որը վերջում հարգելիներս հունվարի 10-ին ոչ աշխատանքային օրով մենք մեր կազմակերպչական եւ դասախոսական թիմով այդ ձյունառատ օրը գնացել ենք բազմաթիվ խոչընդոտներ, այո, հաղթահարելով, դա արժեր, որովհետեւ իրականում այն տրամադրված ժամանակահատվածը մոտավորապես 3.5 ժամ այնտեղ ենք անցկացրել, արժեր, որ հետագայում միևնույնն է այդ ստացված գիտելիքը ուղղվելու էր բնապահպանական գործունեությանը, այսինքն գյուղատնտեսությունը այսպես թե այնպես այնտեղ վարվում էր հնարավորինս քիչ ներազդելով, բայց բնականաբար մենք այնտեղ ունեցանք նաև հավելյալ տեղեկատվության եւ հավելյալ գիտելիքի տրամադրում, որը վստահ եմ, որ կկիրառեն, ընդ որում ի զարմանս ինձ մենք այնտեղ ունեինք մասնակից, որը 3 տարի եւ ավել, այո, հետևում էր, շարունակաբար օգտագործում էր մեր արտադրանքը, կիրառում էր եւ շատ գոհ էր, ինձ համար իրականում դա զարմանալի եւ այո, մյուս կողմից էլ հպարտանալու եւ ել ավելի կատարելագործվելու այսպես առիթ էր, պարտավորեցնող է, այո։ Այդ մասով եւս այնպես որ ոչինչ հենց այնպես չի լինում, սիրելի Սուսաննա։ Ես կխնդրեմ 2 բառով դուք ինքներդ նկարագրեիք այդ նյարդային աշխատանքը, որի մեջով փաստացի ֆիզիկապես դուք եք անցել, եւ արդյոք այն աշխատանքային մոտեցումները, որը ես դեզի սկզբանե ասում էի, շատ ավելի մեղմ չէի ասում, քան իրականում կար։ Այո, Աննա ջան, դուք ինձ դեռ շատ վաղուց զգուշացրել էիք։ Ինչ կարող եմ ես հավելել հարգելիներս։ Իհարկե, ինչպես կասեն, լավը խոսելն է շատ կարևոր, միայն վատը չենք խոսում։ Աշխատանքը բարդ էր։ Իրականում Աննա ջան, դուք առաջի հենց իսկ վարքյանից գիտեիք, մեջն էիք, ինչ դժվարություններով ենք մենք սա անցկացրել եւ հաղթել, թե ինչպես էին աշխատակիցները, այսինքն կառույցի ղեկավարը, ոչ թե շարքային աշխատակիցները։ Կառույցի ղեկավարը արհեստականորեն ձգձգում եւ բերում
նրան, որ մենք մեր կազմակերպությունը չհասցներ ժամկետների մեջ չտեղավորվեր, բայց եթե չլիներ իրավաբանական մեր գերազանց գիտելիքներով լի բաժինը եւ մենք այդքան նամակներով, բողոքներով չհոգնեցնեինք ղեկավարին, մենք չէինք ունենա այս արդյունքը։ Սակայն այս ամբողջ դժվարությունները հաղթահարելը մեզ համար դա ոչինչ է, մեզ համար ուրախալի է եւ շատ գովելի է այն մարդկանց հայացքը, այն շնորհակալ լինելու ցանկությունը, հրավերքը, իդեպ ասեմ չմոռանաք, որ մենք ձեր քաշած արաղը գալու ենք ըմպելու։ Այդ հրավերքները սրտանց, որը դու տեսնում ես ոչ թե ձևական է, դա էր մեր համար կարևոր, թե չէ հարգելի կառույցի ղեկավար, ես դիմում եմ ձեզ, թափ տվեք ձեզ, այդ ուսերի վրայի նստած փոշին, որ աթոռին եք նստել, ուրեմն դուք ամենան եք, շուտով այդ աթոռը ձեր տակը մի փոքր կշարժվի, հորդորս կարող եմ եւս մեկ անգամ ասել, պետություն ասելիս մենք բոլորս պետք է հասկանանք, որ անգամ մեկ դրամ չի կարող իր նշանակությանը չծառայել։ Անդրադարձ Աննա ջան ձեզ։ Իսկ պետական բառը վատնել բյուջեից գոնե մեկ լումա կամ մեկ գումար ձեր համար ընդունելի է, եթե ընդունելի չի, խնդրում եմ բացատրեք ինչու։ Ես կարծում եմ, որ ցանկացած հայրենանվեր եւ ցանկացած հատկապես ինձ նման հայրենադարձ մարդու համար կարևոր է իր հայրենիքում ծավալել գործունեություն, անշահախնդիր, միևնույն ժամանակ, եթե մենք խոսում ենք բիզնես, ոչ հակապետական մոտեցումներով։ Այսինքն, այո, բիզնեսի օրենքները եւ պետական բյուջեի ծախսագրման օրենքները ծախս եւ ներդրում տարբերակելը շատ սարեր ձորերի տարբերություններ են, սիրելի Սուսաննա։ Ես չեմ կարող հստակ ասել, որ պետական բյուջեից ցանկացած ծախսագրում կատարվում է նպատակային, բայց այն, որ ոլորտում եւ հատկապես բնապահպանության եւ գյուղատնտեսության ոլորտում մենք չպետք է ունենանք գեթ մեկ լումա անիմաստ վատնելու, ինչ որ գրասենյակային եւ պայմանագրային թյուր աշխատանքի, սխալ աշխատանքի հետևանքով դա միանշանակ է։ Նմանատիպ ավել միջոցները, ավելցուկային դրամական միջոցները, ֆինանսական հոսքերը կարելի է ուղղել բնապահպանության զարգացմանը, գյուղատնտեսության զարգացմանը։ Մենք այսքան խոսում ենք եւ որևիցե մեկից արձագանք չենք լսել, որ տարիներ շարունակ 2019 թվականից առ այսօր լինելով մարզային երկիր գյուղը պահում է քաղաքը, անկախ ամեն ինչից։ Մենք չունենք գյուղատնտեսության նախարարություն, հարգելի ղեկավարություն, ուր է մեր գյուղատնտեսության նախարարությունը։ Էնպես չի, որ գյուղնախարարություն ունեցած ժամանակ մենք չենք ունեցել գյուղատնտեսության ոլորտում խնդիրներ, բայց գոնե եղել են ներգրաված մասնագետներ, ովքեր ճիշտ ձևով են արձագանքին մոտեցել, բայց եթե ես կառավարական օղակում աշխատում եմ, միգուցե եւ այո, գրասենյակում աշխատելու համար տվյալ ոլորտում ինձ անհրաժեշտ չեն մասնագիտական գիտելիքներ, հիմնարկում կարող են լինել մի քանի մասնագետներ, որոնք մասնագիտական ուղղությունը կպահեն, բայց ես արհեստականորեն ներազդում եմ վերջիններիս աշխատանքի վրա, դա արդեն իսկ հակաբնապահպանական եւ հակապետական է։ Իսկ ինչ վերաբերվում է անձնավորումներին, հարգելիներս, Եթե որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ձեզ ասում է գյուղացուն մի խաբեք, պետական փողերը մի մսղեք, մի անիմաստ աշխատանքներ իրականացրեք, մի հորդորեք անապրանք գործարքներ իրականացնելու, մի ներգրավեք ինձ այդ գործընթացների միջև, որովհետև ես տվյալ աշխատելավոճը չեմ որդեգրել եւ ոչ էլ դա ինձ հետաքրքիր է։ Հետագայում այդ պետական միջոցները, որը որևէ ծրագրի ղեկավար ինչ որ մի իր ծանոթ ԱՁ-ից հետ վերադարձ է ստանում, ես չանվանեմ կաշառք, անվանեմ պետական պաշտոնեական դիրքի չարաշահում, հետագայում օնլայն խաղատներում իմ
գումարները Գումարներ ծախսում կամ է։ այո, ծածկելու համար արդեն իսկ պարտված գումարները, միջոցները կամ պետական միջոցները on-line խաղատներում պարտվելը, դա ինձ համար ներողություն անընդունելի է։ Եվ եթե այդ անընդունելի լինելու հետևանքով պետք է թիրախավորվի անձը եւ որոշեն, որ նա չպետք է պետական կառույցում իր բնապահպանական գործունեությունը իրականացնի, ուրեմն այդ թույլ չտվողը հենց այդ ամբողջ ոհմակի ղեկավարն է եւ բացի նրանից, որ տեղյակ է, նաեւ սատարում է այդ գործունեությունը եւ գործելավոճը։ Ես համենայն դեպս այդպես եմ ընկալում։ Հակառակ դեպքում նմանատիպ մարդկանց ոչ միայն պետք է ներգրավել, այլ նաեւ պետք է շնորհակալ լինել, որ իրենք ունեն ցանկություն հետագայում աշխատելու նմանատիպ պետական հիմնարկների հետ։ Աննա ջան, այս ցավոտ եւ հիվանդագին հարցը, որ դուք բարձրացրեցիք, այսպիսի մի հարց։ Իսկ գուցե տենդեր գրել չգիտեն աշխատակիցները, գուցե դրամաշնորհային ծրագրի իմաստը չեն հասկանում։ Եկեք չփնովենք, եկեք մի հատ հասկանանք, գուցե կա մարդկային հարաբերություն, որ պետք է պահպանենք ոչ միայն մենք, այլ նաև դիմացի կազմակերպությունը։ Որքանով են մեր աշխատակիցները տեղեկացված, թե ինչ է տենդերը, ինչպես են գրում տենդերը, տեխնիկական բնութագիրը գրելուց գոնե 1-2 մասնագետ պետք է անկողմնակալ մասնագետ հրավիրեն, որ նոր գրեն տեխնիկական բնութագիրը եւ կամ դրամաշնորհային ծրագիրը, որտեղ վերջերս ես որ տեխնիկական բնութագրերը կարդում եմ, ինձ թվում է մեզ մոտ համ բնապահպանությունը խնդիր չունի, համ գյուղատնտեսությունը, որովհետեւ գրվում է անհրաժեշտ է 10 տարվա պայմանագրային փորձ այլ կազմակերպությունների հետ։ Եթե կազմակերպությունը նոր է ստեղծվել ու ենթադրենք 3 տարի, ապա այդ 10 տարվա փորձը որտեղից։ Սուսաննա ջան, հարցին հարցով պատասխանեմ։ Եթե մարդը չունի գիտելիք, եթե վերցնենք այն տարբերակը, որ շատ լավատեսորեն մոտենում ենք, որ տվյալ անձը զբաղեցնելով այդ պաշտոնը չունի համարժեք մասնագիտական գիտելիքներ, մենք էլ չունենք հավելյալ կառույց, որը ներգրավում է անկախ մասնագետների, փորձագետների, որպեսզի ավելի ճիշտ եւ ավելի թիրախային իրականացվի աշխատանքը։ Բա այդ դեպքում ասացեք, խնդրեմ, եթե այդ ամբողջը չկա, եթե այդ ռիսկերը մենք դնում ենք մի կողմ, բա այդ դեպքում որտեղից են վերցնում այդ ուղղորդումները։ Ուղղորդող բնույթ կրող տեխնիկական բնութագրիչները արդեն իսկ խոսում են գիտակցված աշխատանքի մասին։ Այստեղ ես մեջ կբերեմ ձեր ասածը, ձուկը հոտում է գլխից։ Անպայման, Ես կարծում եմ, որ ամեն ինչից շատ լավ տեղյակ են շատ բարձր պաշտոնյա ղեկավարները եւ իրենք այս ամեն ինչից ունեն իրենց մասնաբաժինը։ Ես այստեղ ուզում եմ շատ կարևոր դիտարկում անենք, Սելի Սուսաննա, որ գյուղքասթի առաջին իսկ հաղորդման օրվանից մենք ի սկզբանե որդեգրել ենք հակաքաղաքական, բացառապես էկոլոգիական, բնապահպանական, գյուղատնտեսական ոլորտի հարցերի բարձրաձայնում, այլ կերպ ասած գյուղքասթի նպատակը դա ոչ թե ինչ-որ քաղաքական հարցեր քննարկելն է, ոչ թե ինչ-որ պետական կառույցին աշխատել սովորեցնելն է, այլ բարձրաձայնել գյուղացու, ֆերմերի, գյուղում ապրող համայնքաբնակների խնդիրները, որոնց հետ մենք առնչվում ենք։ 2018 թվականից առ այսօր ոլորտում գործունեություն ծավալելով նորից կկրկնեմ, որ անկախ մարզային տեղադիրքից այդ խնդիրները պարզապես իդենտիֆիկ են, բայց մենք ունենք նախարարություն, էկոնոմիկայի նախարարության մասին է խոսքը, որը ստանձնել է գյուղատնտեսական գործունեության համակարգումը, բայց ես այդտեղ մեղմ ասած համակարգում չեմ տեսնում։ Ես այնտեղ մասնագետ չեմ տեսնում, շատ ներողություն։ Դե մասնագիտական, այսպես ասած, ժամանակակից, արդի, վերապատրաստված, որակավորված, ոչ ամբիցիոզ, ոչ այլևայլությունների հետևից թղթաբանություն, ես այս թուղթը ունեմ, ուրեմն թուղթը հավաստում է, դրա մասին չենք անդրադառնում, չենք խոսում, դա վաղուց արդեն բոլորիս համար պարզ է, բայց այստեղ խնդիրը կանում է նրանում, որ մեր նպատակը ոչ թե ինչ-որ քաղաքական, պետական պաշտոնյաներին ինչ-որ ուղղություններ տալն է, այլ օգնությունը, որովհետև մենք ներսից ենք տեսնում խնդիրը որտեղ է։ Սիրելիներս, եթե դուք գրասենյակային կամ
պետական համակարգի, որևիցե կառույցի, որևիցե սենյակում նստում եք, պարզապես հեռահար կերպով որևիցե դիտարկումներ, որոշումներ, քննարկումներ եք անում կամ 1-2, այսպես ասած, կառույցների կամ մասնավոր հիմնարկների մոտ նկարվում եք, ինչ որ նյութեր եք տեղադրում, դա ոլորտ համակարգել չէ։ Դուք գնացեք ներսից ծանոթացեք այն բոլոր խնդիրներին, որի լուծումները պետք է բացառապես օրենսդիր եւ կառավարական մակարդակով իրականացվեն։ Ինչու՞։ Որովհետեւ եթե չլինի գործող օրենք, որը պահանջում է պահպանել բնությունը, որի դիմաց մարդը անձանկախ նրանից դա քաղաքաբնակ է, համայնքաբնակ է, գյուղաբնակ է, նշանակություն չունի, գիտակցում է, որ բնությանը վնաս հասցնելու դիմաց ինքը կարող է հստակ, կոնկրետ հոդվածով որոշակի դրամական, կորուստներ ունենալ, այսինքն տուժեր եւ տուգանքներ վճարել, մարդը կշարունակի դեռ այդ գործելավոճով աշխատել։ Այսինքն այստեղ օրենսդրական կառավարական մակարդակով փոփոխությունները գերանհրաժեշտ են։ Եթե մենք թողնենք մարդու, այսպես ասած, ինքնուրույն եւ ինքնաբավ նմանատիպ գործունեության ապահովմանը, մենք կարծես թե 30 տարի անցել չենք հասնի կոնկրետ արդյունքների, որը շատ ցավալի է։ Պետությունը պետք է հստակ գործիքակազմ ունենա ոլորտում բարեփոխումներ իրականացնել անելու, ոչ թե պետական աջակցության ծրագրերը գրելով մասնավոր օրինակների հիման վրա, որոնք դեռ չեն հաջողել եւ չունեն տնտեսական արդյունավետության ցուցանիշներ, այլ ստեղծի փոքրիկ բոլոր գյուղերում, մարզերում կամ այո, փոքրիկ, այսպես ասած, ներկայացուցչություններ, ներկայանալի փոքրիկ փորձնական ինչ որ միջոցառումների արդյունքում, կետեր, որտեղ որ ծրագիրը հաջողելուց հետո նոր կարող է դա հստակ արձանագրվել եւ գրվել որպես պետական աջակցության ծրագիր։ Թե չէ ես տեսնեմ օրինակի համար ինչ որ մի տնտեսվարողի մոտ մի բան դեռ փորձնական է, բերեմ դա հստակ կառավարության որոշման շրջանակներում պետական աջակցության ծրագիր կազմեմ, դա չի ապահովագրում հետագայում գյուղացուն կամ տնտեսվարողին շահավետ եւ տնտեսապես արդյունավետ բիզնես կազմակերպել։ Շարունակեմ ձեր խոսքը, որ պետք է յուրաքանչյուր ծրագիր լինի իր նշանակությունը լինի թիրախային, ասեմ, հավելեմ, մեր սեմինարի որը մի թեման էլ դա արոտ օգտագործողների համար էր, բայց մենք հանդիպեցինք այսպիսի մի հարց։ Ջերմուկ տարածքը շատ եւ շատ արոտավայրեր կորցրել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։ Հարց, ծրագիր գրողներ, դուք չգիտեիք դրա մասին։ Երբ որ մենք գնում ենք ներկայանում ենք ջերմուկում եւ արոտ օգտագործման մասին ենք խոսում, մեզ հարց են տալիս, ինչ արոտներ, եթե մենք չունենք, մենք կորցրել ենք, արդյոք դուք ծրագիրը գրելուց հարգելիներս չեք վերհանում բոլոր խնդիրները, չեք վերհանում իրականությունը։ Ես կրկին գալիս եմ այն եզրակացության, որ այս տենդերները գրվում են թղթի համար։ Հարգելի դոնորներ, լինեք եվրոպական կազմակերպություններ, ռուսական, հայկական եւ այլ, բազմիցս խնդրում եմ ձեզ, յուրաքանչյուր ներդրման ժամանակ խորը մտածեք, ում եք տալիս, ինչ եք տալիս եւ ինչ եք պահանջում։ Քանի որ մենք տեսնում ենք, որ պետական տենդերները, ընդհանրապես պետական բառը մեզ մոտ օգտագործվում է իշահ սեփականության։ Աննա ջան, ինչ կարծիք եք, այսքան ճանապարհը անցանք, այս նույն սեմինարների կազմակերպման եւ դուք էլ կարծում եմ փորձ ունեք նմանատիպ հարցերում։ Արդյոք պետական տենդեր կոչվածը կամ դրամաշնորհային ծրագիրը պարզ է, արդար է։ Կարող ենք արձանագրել, որ ոչ, քանի որ ինչպես քիչ առաջ զրույցում նշեցինք, եթե նույնիսկ մասնագիտական համարժեք որակավորումը բացակայում է, ապա գնումների օրենքին հակասող է ուղղորդող բնույթի տեխնիկական բնութագրիչներն ու տեխնիկական բնութագրումները։ Եվ իմ առաջարկը հետևյալն է, սիրելի Սուսաննա, պայքարել հանուն արդարության եւ թող որևէ մեկը չհակադարձի, որ արդարություն Հայաստանում չկա, չի կարելի արդարության հասնել, արդարության կարելի է հասնել
եթե այդ ամբողջը ոչ թե կատարվում է վիճելու, բանավոր խոսքի հիման վրա, այլ դրա համար կան հիմնավոր փաստաթղթավորումներ, կան հավաքագրված որոշակի փաստեր եւ կա իրավաբանական մոտեցում։ Նմանատիպ գործելավոճի շրջանակներում բոլորն էլ իրենց ոլորտում կհասնեն կոնկրետ հաջողության, որովհետեւ թույլ տալ, որպիսի պետական միջոցները ծառայեցնեն սեփական միջոցների կամ սեփականության, գեր զգացողության ինչ-որ իրավիճակի այլևս անթույլատրելի է, հատկապես երբ մենք խոսում ենք, նորից եմ կրկնում, բնապահպանական ոլորտների մասին։ Ինչու ներկրել օտարազգի, ինչու ներկրել այլազգի, օտարածին ապրանքապատկանելիքներ, եթե մենք տեղում ունենք արտադրություն։ Ինչու չսատարել տեղական արտադրողին եւ հարկերը, տուրքերը, որոնք տվյալ տեղական արտադրողը պետք է վճարի պետություն, այսինքն պետբյուջեում հավելյալ հոսք ապահովի, ինչու այդ միջոցները դուրս գան դեպի ներմուծող երկիր։ Այդ ինչ է, մենք հնարավորություն չունենք, հիմա կասեն դե ծավալները արտադրական ոչ, շատ հաճախ մենք բողոքում ենք, որ մենք չունենք աշխատատեղեր, չունենք հնարավորություններ, ռեսուրսներ, սիրելիներս, մենք ամեն ինչ ունենք։ Մենք ամեն ինչ ունենք, պարզապես մեր ունեցած ռեսուրսները պետք է ճիշտ ձևով, ճիշտ ռազմավարությամբ կարողանանք օգտագործել։ Եվ եթե յուրաքանչյուրս մեր ոլորտում մենք այս ուղղությունը վերցնենք, ինչ որ ընթացքել մեզ ֆինանսական նեղություն տանք, որովհետև հասկանում ենք, որ այդ ընթացքում մենք ֆինանսական հոսքեր չենք ունենալու, իսկ բիզնեսի համար ամենակարևորը դա ժամանակն է, միևնույնն է գալու է այն ընթացքը, որ երբ ես պետական փողեր չեմ վատնել, որևիցե հակապետական եւ հակաբնապահպանական գործունեություն չեմ իրականացրել, չեմ աշխատել իմ սկզբունքներին դեմ, որը ենթադրել է պետության, տնտեսության ամրապնդում եւ իրական տնտեսական աճի զարգացման խթանում, ես միևնույնն է ունենալու եմ հաջողություն։ Եթե ես ունեմ գաղափար, դա պարզապես օրհնված է հաջողության, բայց եթե ես վազում եմ մեկ անգամյա ինչ որ գործարքի ետևից, այդ մեկ անգամյա գործարքի ետևից, թեկուզ 10 տարի անց իմ ետևից գալու են։ Աննա ջան, այսպիսի հարց. իսկ ինչպես հասնել հաղթանակի, չքցվել պետության այս ծրագրերի կողմից, պետություն ասելուց պետական հիմնարկների կողմից եւ ունենալ իրական արդյունք, այլ ոչ թե փաստաթուղթ։ Եթե խոսում ենք գնումների, տենդերների, դրամաշնորհային ծրագրերի շրջանակների մասին, ապա ամենաառաջինը պետք է հստակ ուսումնասիրել ծավալով, ամբողջ ծավալով ծրագիրը, որը ներկայացված է այստեղ տեխնիկական բնութագիր, պայմանագրային դրույթներ, պայմաններ։ Եթե մենք տեսնում ենք այնտեղ ուղղորդող բնույթի թեկուզ մի փոքր նշույլ, ապա գրավոր կերպով, քանի որ օրենքը դա թույլ է տալիս գնումների մասին, օրենքը դրա մասին հստակ արձանագրում է, նշված ժամկետներում դա հայտերի ընդունման վերջնաժամկետից 5 օրյա ժամկետն է, այսինքն մինչև 5 օր, հստակ, կարելի է նաև անանուն, պարզապես գրել եւ դիմել, որ կա այս խախտումը։ Խնդրում եմ փոխել, ավելի պարզ ասված, եթե ես ցանկանում եմ պետական հիմնարկի համար պետական գնում իրականացնել, ինձ անհրաժեշտ է սովորական ջուր, ես չեմ կարող գրել ջրի անվանումը, այսինքն ես կարող եմ գրել տեխնիկական բնութագիրը, որը չպետք է ուղղորդող լինի եւ դրան պետք է համապատասխանի գոնե 2 այդպիսի ապրանքատեսակ։ Եթե ես տեսնում եմ, որ միայն մեկն է, պետք է բողոքարկեմ։ Բողոքարկելուց հետո շտկվում է, հրապարակվում է, բնականաբար երկու կողմը պետք է մասնակցեն։ Եվ այստեղ ամենակարևորը պետական գնումները պետք է ուղղված լինեն պետբյուջեի նվազագույն ծախսերով առավելագույն արդյունավետություն ապահովել, ինչպես որ բիզնեսի օրենքն է։ Այսինքն այստեղ պետությունը գնանշման հայտերը հրապարակելուց եւ գնումների որոշակի մրցույթները, գնումները իրականացնելուց, հայտերի հրապարակելուց ինչ կերպով է առաջնորդվում։ Դուք որպես ֆինանսական ոլորտի մասնագետ կբարձրաձայնեք, ո՞նց են օրինակ ընտրում, ով է լինելու հաղթողը։
ամենացածր գին առաջարկողը։ Խնդրեմ, այսինքն մարդը ունի արդեն այդ ֆունդամենտը, հնարավորությունը, մասնակցում է եւ կարողանում է ունենալ հաջողություն։ Մասնակցելուց հետո հարգելիներս, նույնիսկ եթե դուք մրցույթը շահում եք, նույնիսկ եթե մրցույթը տրամադրվում է բոլոր կարգուկանոններով ձեզ, կնքվում է պայմանագիր, իհարկե դուք ապահովագրված չեք, որ չեք ունենա որոշակի արհեստական խոչընդոտներ, բայց գոնե գնում եք այն ուղղությամբ, որը արդեն հետագայում գրագետ, իրավահենք եւ ամենակարևորը համառ գործելավոճի արդյունքում պարզապես եւս օրհնված է հաջողության։ Ես թերևս սա կարող եմ իմ անձնական փորձը ունենալով հորդորել խորհուրդ տալ, որովհետեւ հակառակ դեպքում ակնկալել, որ պետական հիմնարկի աշխատակիցները կգան եւ ձեզ կխնդրեն, որ դուք այդ աշխատանքները իշահ պետության իրականացնեք, ես կարծում եմ, որ անիմաստ նստելու ենք եւ այդպես էլ սպասենք, սիրելի Սուսաննա։ Իմ կողմից հարգելիներս հավել եմ, երբեք կազմակերպության աշխատակիցների հետ, ում տենդերը դուք շահել եք, չխոսեք ինտերնետային զանգերով, ուղիղ կապերով եւ փորձեք դա ձայնագրել։ Դա հետագայում ի օգուտ ձեզ է լինելու։ Անդրադարձ կատարելով եւ ամփոփելով այս պետական տենդեր, գնումներ, դրամաշնորհներ, ինչ կմաղթեք մեր սիրելի ունկնդիրներին։ Ես ամենակարևորը ցանկանում եմ այս ծանր, իրականում ոչ այդքան հաճելի երկխոսությունը, որը մեր այսօրվա իրականության մասին էր, ամփոփել մի շատ դրական նոտայով, որ ի ուրախություն մեզ գրեթե բոլոր պետական հիմնարկներում կան ոլորտային լավ մասնագետներ, որոնք արժանի են հարգանքի, որոնք արժանի են ամենաբարձր գնահատանքի, որ աշխատում են այդ ոլորտում եւ իրենց կարիքը մեր պետությունը շատ ունի։ Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնենք, սիրելի Սուսաննա, այն բոլոր աշխատակիցներին, ովքեր պարզապես գործունեություն չեն իրականացնում առավոտյան ժամը 9-ից մինչև 6-ը ներկա գտնվելով ֆիզիկապես աշխատավայրում, այլ գիտակցված հասկանում են, թե որ ոլորտում են գործունեություն ծավալում, որովհետև բնապահպանության ոլորտը ներառում է մեզ առօրյա կյանքում առնչվող բոլոր ոլորտները՝ սնունդը, առողջությունը, օդը, կենսակերպը, այսինքն այն ամեն ինչ անհրաժեշտ է մարդուն ապրելու համար։ Շնորհակալ ենք ձեզ, ձեր անձնվիրաբար, մարդասիրական եւ բարոյական աշխատելավոճի համար։ Մենք ձեր պակասը շատ ունենք։ Այո, իմ կողմից անուն չեմ հնչեցնում, բայց 3 անձին յուրահատուկ շնորհակալություն ձեր մեծատար մարդ լինելու համար եւ դուք չգնացիք սխալ ճանապարհով, դուք գնացիք ճիշտ մարդկային ճանապարհով։ Շնորհակալություն։ Դե ինչ, սիրելի Սուսաննա, Ամփոփ ենք, սիրելի Աննա։ Եվ այսպիսով մենք ավարտեցինք մեր եւ հարցազրույցը եւ իրականացրեցինք սեմինար, որի արդյունքները մեզ բավարարեցին։ Մենք գոհ ենք եւ ես ձեզ մաղթում եմ լավ, արդյունավետ տարի, լինեք այսպես համառ եւ հասնեք ձեր նպատակներին, Աննա ջան։ Շնորհակալ եմ, սիրելի Սուսաննա, ես կփորձեմ իմ օրինակով վարակիչ լինել բոլոր այն տեսակների համար, ովքեր կասկածում են, որ Հայաստանում արդարություն կա։ Զուլալ ասելիս ծնկներս ծալվում են, չգիտեմ ինչու է այդպես։ Բոլորիդ մաղթում եմ զուլալ աշխատանքային տարի։ Ստեսություն ձեզ, կհանդիպենք հաջորդ եթերում։